Պարոն Բաբայան, դահլիճում նստել եք Նիկոլ Փաշինյանի տեղը, ինչպես եք զգում ձեզ այդ աթոռին։ Ճիշտ ասած, տեղ չկար այդպես ուսակիցների հետ նստելու իրավունք, տեղ նստեցինք, բայց միտում չկար։ Եվ ընդհանրապես լսումների հետ կապված ինչ կասեք, փաստորեն Հայաստան դաշինքը նոր հայտարարությամբ հանդես եկավ, որ միանում է իմպիչմենտին, այս անգամ հավատալ, որ տեխնիկական խնդիրներ չի լինի եւ Գիտեք, գալուց մի տեսակի ելույթ էի նախապատրաստել, հիմա ավելի մի քիչ կփոխվի երևի թե ելույթը, իհարկե ողջունելի էր այդ միանալու պահը, իհարկե իրենք պետք է տեղափոխեն այդ ստորագրությունները ըստ օրենքի ձևաթղթի վրա, ավելի լավ է ուշ քան երբեք, այս հարցն է, բան, արդիական, այստեղ ստացվում է, որ արդեն խնդիրը պետք է տեղափոխել այն դաշտ, որ խորհրդարանական երկու խմբակցությունները եթե միանում են այս հարցի շուրջ, այնտեղ պակասող ձայների հետ կապված պետք է լրջագույն աշխատանք տարվի։ Այդ աշխատանքը պետք է տանեն արդեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ես կարծում եմ պետք է սկսել կոնսուլտացիաներ եւ փորձել այդ հարցի շուրջ կենտրոնանալ։ Ես իմ ելույթում ուզում եմ դրանից խոսել, որ աշխարհի որևէ երկրում իմպիչմենտի գործընթաց չի սկսվում այն դեպքում, երբ որ բոլորը պատրաստ են արդեն քվեարկել։ Նման բան չկա։ Հետևաբար դա նորմալ է, որ չկա բավարար ձայներ, բայց նաեւ դրական է, որ այսօրվա լսումները դա քաղաքական լուրջ քայլ է, սահմանադրությամբ նախատեսված, որովհետև սահմանադրությունը հստակ նախատեսում է օրենսդիր իշխանության ներսում նման ընթացակարգեր եւ չօգտվել այդ ընթացակարգերից դա առնվազն չգիտեմ ինչ է, որ մենք անդադ դրա մասին խոսել ենք այս անցնող ամիսներին, որ ինչումն է ձգձգումը, ինչի չի կատարվում այդ քայլը։ Հետագան ինչ կլինի, դա քաղաքականության մեջ կներեք անիմաստ խոսակցություն է, որովհետև որևէ բան չի կարելի պլանավորել մինչև վերջ եւ իմանալ թե ինչ է լինելու։ Սա գործընթաց է, եւ այդ գործընթացը պետք է շարունակական ինչ որ դժվարություններով անցնի, հաղթահարվի։ Հիմա տեսնենք ոնց կլինի։ Չեմ ուզում շատ ինչ որ այդպես կանխատեսումներ անեմ, բայց համենայն դեպս լսումները որպես այդպեսին կարծում եմ լավ առիթ են եւ համախմբման, եւ քննարկման, եւ նոր առաջարկներ լսելու, եւ նաեւ հետագա քաղաքական գործընթացներ առաջ տանելու։ Սա լուրջ հարթակ է այդ քննարկումները անելու համար։ Պարոն Բաբայան, տարօրինակ չէ, որ խմբակցության ոչ ղեկավար, ոչ քարտուղարն է հայտարարում իմպիչմենտի գործընթացին միանալու մասին, այլ Իշխան Սաղաթելյանը։ Կապրենք կտեսնենք ինչքանով է այդ հայտարարությունը իրականում կյանքի մոտ։ Համենայն դեպս այս պահի դրությամբ, եթե կա նման հայտարարություն, մենք առաջերտին պետք է ֆիքսենք այդ հայտարարությունը։ Հետո ինչ կլինի, արդեն կապրենք կտեսնենք։ Շնորհակալություն։